ձեր կամքով չեք այստեղ։ Ես իմ կամքով եմ այստեղ։ Ինչ չեք ուզում մի քանի բան ասել։ Ինչ ասեմ։ Ինչ ասեմ։ Ինչու եք այստեղ։ Որտեղից եք։ Ստեղից եմ, եկել եմ ստեղ, տղուղակի։ Եկել եք մասնակցելու ժամերգությանը։ Հա, այս արի ներս եմ եթան։ Ուզում ենք իմանալ դուք 10 եպիսկոպոսների Աջակցելու համար եմ եկել միանշանակ։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացան, որ չի գալու։ Չեմ տալիս, էլի գալիս են այստեղ այս պահին իրենց կոչով եպիսկոպոսների կոչով եկել ենք այստեղ աջակցելու եպիսկոպոս։ Ժամերգությանը մասնակցելու եք իսկ։ Այն մնացած ընթացիկ կտեսնենք էլի շնորհակալ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եկել եք այսօր ժամերգության մասնակցելու։ Կարծես թե ձեր կամքին դեմ եք, հա, եկել այստեղ։ Եթե չեք ուզում խոսել։ Դուք ինչ կասեք։ Որտեղից եք եկել։ Բայց ինչու չեք ուզում խոսել։ Վերջի դուք եք եկել, ձեզ չեն ստիպել, չէ՞ բերել։ Լավ, ես լրությունը համաձայնության նշան է, ես այդպես կհասկանամ։ Աջակցություն հայտնել վեհափառին։ Ոչ, ես դեմ եմ, որ վեհափառը մնա աշխատի իր Ինչի եք դեմ։ Որտեղ սրբապիղծ մարդը նա։ Եթե սրբապիղծ մարդը տեղ չունի հայ։ Ով է որոշել։ Սաղորետ ենք նայում, հետ ենք լսում, որ սրբապիղծ մարդը։ Ո՞վ է սրբապիղծ։ Ինչով ամեն ինչով։ Կին ունի, երեխա ունի։ Բաց է այլանդակություններ անում, այլասերվածություններ անում, նա ինչ եք։ Իսկ 10 հոգևորականներին աջակցում եք եպիսկոպոսներին։ Այո, աջակցում ենք։ Իսկ նրանցից որևէ մեկին ճանաչում եք։ Չէ, չեմ ճանաչում, ոչ Ո՞նց մեկին։ եք աջակցում, որ չեք ճանաչում։ Ամեն օր հեռուստացույց ենք նայում, տեսնում ենք։ Վեհափառին ճանաչում եք։ Հա ո՞նց չենք ճանաչում։ Ես միացնեցի եմ ես ինքս։ Մյուս 10 հոգևորականներին առանց ճանաչելու նրանց աջակցում եք։ Ինչն է ստիպել ձեզ աջակցելու։ Հոգևորականներին աջակցում եմ մենք կողմից, որ նրանք անցել են ժողովրդի կողմը։ Իսկ Այսինքն վեհափառը ժողովրդի կողքից։ Չէ, ո՞նց է։ նշեցիք, որ Եթե պատերազմ եղավ, Արցախյան մեծ պատերազմը, վեհափառը ուր էր Բալիկյան։ Բայց 10 եպիսկոպոսները որտեղ էին։ Նրանք էլ չկային, հիմա նոր ուզում են իհաճ գան, որ տեսեք ինչ են արել, ոնց են արել։ այստեղ եք։ Այստեղ եք։ Հեռացիր! 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 Բայց չեք ուզում մասնակցել ժամերգությանը։ Ժամերգությանը չեք ուզում այսօր մասնակցել։ Քեզ հյուրեր ունես։ Բայց ինչու չեք խոսում։ Ինքս թե չի։ Չես կարող մի քիչ ազգնա։ Բրթի։ Եկել եք աջակցելու 10 հոգևոր։ Կարակ անցնեք, տեղ կա, Չեք ասում, այսօր չեք ուզում ասել։ Հեռացիր, կատրիչ, հեռացիր։ Դուք ինչու եք այսօր այստեղ։ Որպեսզի տայր հրաժարականը սրբապիղծը պետք է հրաժարվի Աստծուն տված երդումը դրդողը պետք է հրաժարվի եկեղեցուց եւ խնդրում եմ ձեր ականջներին օղանել որ մենք ոչ թե եկեղեցու դեմ ենք պայքարում այլ անհատների էլի եմ ասում բոլոր սրբապիղծները պետք է 10 հոգևորականներին աջակցում եք։ հեռացիր Աջակցում եք։ Հոգևորականներին, որոնց անունները կասեք։ Այսինքն անունը ասեմ։ Ում եկել եք աջակցել։ Ես եմ աջակցում Գարեգինին։ Իսկ ում աջակցում եք, իրենց անունները գիտեք։ 10 հոգևոր։ Չէ, շատերինը չգիտեմ։ Բա որ չգիտեք ո՞նց եք աջակցում։ Այսինքն ես եկել եմ աջակցել եղերեցուն ուզում Գարեգինը հեռանա։ Բայց ինչու եք ուզում Գարեգինը հեռանա, որովհետև Նիկոլ Փաշինյանն է ուզում։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը չի ուզում։ Ես ապրում եմ այս պատից են կողմ, հարևանություն ու ինչ ինքը նստել է
եկեղեցի չեմ ուզեցի հաճախեմ, որովհետև ինքը այն կաթողիկոսը չի։ Վեհապարը Վազգեն առաջինն էր, որը ժողովրդի կողքին էր, ու միշտ սիրում էր ժողովրդին։ Նա չէր խառնվում քաղաքականությանը։ Իսկ ինքը բիզնեսմեն է, ինքը 99 թվականին գետեղավ օկտեմբերի 27-ը, նա նստեց այդ օրը, որտեղ գլխատեցին մեր ղեկավարներին ազգային ժողով։ Փաշինյանին աջակցում եք։ Այո, Փաշինյանը շատ է լավն է։ Աջակցում եմ։ Դուք եք 10 հոգևորական։ Իհարկե։ Նրանցից մեկի անունը կասեք։ Ինչը։ Նրանցից մեկի անունը կասեք, եկել եք աջակցել։ Ես եկել եմ ճշմարտության համար։ Ստե հոգևորականները ով է պայքարը ինչ կապում։ Աջակցում եմ նրանց, բայց գոնե մեկի անունը չգիտեք։ Աջակցում եմ ճշմարտությանը, իսկ ճշմարտությունը պահանջում է, որ պետք է առևտրականները եթան։ Պետք է, եթե Գարեգին բի քարանձավ ճկնարանը ինձից ցույց տան, մենք սաղս կեթանք ստեից։ Մենք ճկնավոր սրբիչ հերացումը չենք ուզում։ Մենք եկել ենք մի հատ անարժան բիզնեսմենի հերացման համար ու ճշտով ենք ուզում։ Թե ովքեր են քահանաները ինչ չի հետաքրքրում։ Դուք անձամբ գիտեք, որ ինքը Ով չգիտի, մերն քեզ։ Ով չգիտի։ Բայց դուք անձամբ Մարդու մեջ է ճշմարտությունը, սաղս էլ գիտենք ով է, էլի, ինչի մասին է խոսքը։ Ու մենք տարեկից քարանձավ սրբարանը ցույց տվեք, ճկնարանը Գարեգին։ դուք որևէ Գարեգին բեի անունը գիտեք, բայց չգիտեք 10 հոգևորականներից որևէ մեկի անունը։ Հոգևորականները ինչ չեն հետաքրքրում։ Ես ճշտի մար եմ եկեստե, Ինձ հոգևորն է հետաքրքրում, որը պղծված է, որը նյութական է դառը։ Դուք եկեղեցին էլ ձեզ չի Հետաքրքրում է ճշմարտությունը, ելնեմ քեզ։ Ինձ հետաքրքրում է Հիսուսը, Աստված, Աստծո խոսքը, հոգևորը։ Եկեղեցին ինքը կառույց է, դա Հայ առաքելական եկեղեցու հետ։ Ես ճշմարտության կողմնակիցն եմ։ Հայ Հիսուսը առաքելական եկեղեցու։ Հա իհարկե նաև հայ առաքելական եկեղեցին դպրոցն է դրա։ Հարաբերական ինչ եք եկել այստեղ, եթե հայ առաքելական եկեղեցու։ Ելնեմ քեզ, վրացական, չինական, եթե ճիշտը մի հատ է։ Հիսուսը ազգություն չունի կամ Աստված։ Հոգևորը ազգությանը, հոգևորը, բայց թե նյութական է հիմա դառը։ Մենք պայքարում ենք, որ նյութականը ելնի հոգևորից։ Ելնեմ ձեզ, խնդրում եմ, գցեք, սաղից կարծիքներն էլ գցեք։ Դուք ում եք եկել այսօր աջակցեք։ Ում եք եկել աջակցեք։ Ես եկել եմ աջակցելու Աստծո հրամանին։ Աստծո հրամանը հետևյալն է. կաթողիկոսը պետք է փոխվի։ Եվ դրա վրային մասով հայտարարություն եմ դարաշել ես Facebook-ով եւ դեղեկացրել եմ Մարոն Վարչապետին եւ բոլոր ԿԲ գշակցության պատասխանատուներին։ Կարծես դուք վեհապարի շորերով եք այսօր այստեղ եկեղեցականի։ Պաշտոնական, այո, պաշտոնապես փորձում եմ պաշտոնական լինել, որտեղ պաշտոնական դեղ ենք եկել։ Իջավ Միաձինում այստեղ որ Միաձինը իջավ եւ այստեղ հադագը գծեց այս եկեղեցու, դա Գդրիջն Սիսյանի համար չի։ Դա որպես լինի սրբության գետրոն, սրբություն արդատրի, քրիստոնեություն արդատրի, բայց ցավոք ինչ որ 26 տարի վեր սրբաբղծություն արդատրեց բարոն Գդրիջը։